եղել են դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից, արտահայտվել է մագաղատների, փայտե դաղդղանների և զարդերի տեսքով, որպեսզի կարողանային ստեղծել Հմայիլը այն ստեղծում խորը լռության մեջ, կամ էլ մոգական աղոթքներով, որպեսզի վարպետի խոսքը հանկարծ չխափանե այդ Հմայիլի ստեղծումը։ Հետագայում, երբ արդեն ընդունեց քրիստոնեությունը, Հմայիլները սկսվեցին արտահայտվել հմայագրերի տեսքով։ Հմայագրերը ունի մեր ժապավենացել էջանշանների տեսքով, և ես շատ ուրախ եմ, որ քրիստոնեության ընդունումից հետո քրիստոնեական եկեղեցին սկսեց պայքարել հմայիլների և հմայագրերի դեմ։ Ով լրիր ու լսիր, հա։ Հին աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, այս ամենին տրվում էին հատուկ գործառույթներ։ Մարդիկ հավատում էին, որ սա պահպանում է նրանց պատերազմներից, անհաջողություններից, նոր կյանքի սկիզբ է։ Դրա համար այս ամենը պատրաստվում էին հատուկ ծիսակարգով և պահվում էին հատուկ վայրերում։ Եվ դրա համար էլ հենց ունեն հմայիլ անվանումները կամ էլ պարզապես հմայքի արժանի իրեր էին կոչվում։ Քանի բան պատմիր հմայիլների մասին, թող գոնե մի փոքր հավատակ։ Ինչպես թե չի հավատում։ Միական դրա տեսքեզ ինչ եմ պատմում։ Չար աչքը չար փուշին, չար սուսը չար գրակին։ Չար աչքը շիկվել է դեպի։ Աչքը քո, ձեռքը չորախ դեպի բար։ Թող չգա դեպի։ Այս հմայագիրը հապահապարում ձեզ, իմ թողնիկներ։ Հմայագիր, հմայիլներ։ Դարեր շարունակ պահպանել են մեր հոգին, ժողովուրդը բոլորից լավ գիտեր ինչպես պահպանել և պաշտպանվել։ Դա ճիշտ է, որ դրանք նույնիսկ հիվանդություններ են բուժում։ Իհարկե աղջիկս, դրանք առավել են քան հիվանդությունների բուժում, և վիտամիններ շնչում։ Հենց դրանում են կամ բուժում։ Տատ, բայց դրանք պարզապես ինձ հավատալիքն են։ Հիմա դրանց ով է հավատում, չէ՞ որ դա պարզապես լեգենդ է։ Աղջիկս, ցանկացած լեգենդի հիմքում ճշմարտություն է անկած։ Մեր պապերը դա իրենց կյանքով են ապացուցել։ Տեսնում ես, Ալիսա, կորցնելով մեր հինը, մենք մեր արմատներն ենք կորցնում։ Ինչ էլ ասես այդ պսիվոներին չեմ հավատում։ Լավ, մի կռվեք։ Թողեք գործս անեմ։ Տատ հյուրերն են։ Բարև ձեզ։ Կարելի է։ Իհարկե, առաջ եկեք։ Ոտքներս խելոք լինի ձեր հյուրընկալը ջախ։ Մենք հնագետներ ենք, եկել ենք ուսումնասիրելու ձեր պատմությունը, մշակույթն ու ավանդույթները։ Իդեպ մենք նույնպես ունեցինք։ Դա շատ լավ է, իսկ ինչու եք այդ իրերը ձեր ձեռքին կանգնել, Ալիսա, օգնի։ Եթե հնագետներ եք, ձեզ պետք է հետաքրքրի որտեղից է այս գորգը։ Այս գորգը հայ մեծանուն գրող Աքսել Վաղուցի մայրն է գործել և պահել ու պահպանել մինչև մեր օրեր։ Ինչպեսի ավանդույթներ են հանդիպում։ Սա ճանաչելու պահին մենք լսեցինք, որ դուք հմայագրերից եք խոսում։ Կարող եմ մի հմայագիր արտասանել։ Առանց հարցնելու աղջիկը։ Հմայագիր գրպանում, ուժում սրտի։ Մինչև աշխարհի ծայր ինձ հետ գա։ Քո պաշտպանությունը ինձ միշտ մոտ, սերի մազգիր կպահեմ ես անընդհատ։ Ալիսա, շատ լավ ես երգում, բայց թող լսեմ ինչ է պատմում։ Հետաքրքրեց քեզ մեր բերած հմայիլը։ Դա բռնչին է, այլ կերպ ասած բռշնի։ Այն համարվում է սուրբ ծառ։ Հնում մարդիկ ուխտի էին գնում, զոհաբերություններ, գուշակություններ անում, ծառի ջուղերին, ինչպես տեսնում ես, հագուստից պոկված կտորներ, թելեր, ժապավեններ կապում։ Այն հանդիսանում էր երազանքներ կատարող և հիվանդություններ բուժող ծառ։ Չուբեր կանայք գալիս էին ծառի ջուղերի տակով 3 անգամ անցնում, որպեսզի որդի ունենան։ Հավատացողներից և ոչ ոք չէր համարձակվում ծառից մի ճյուղ կամ մի տերև անգամ պոկել, քանի որ ծառից մի ճյուղ կամ մի տերև անգամ պոկելը մեծ մեղք էր համարվում, և մարդիկ խիստ պատժվում էին դրա համար։ Շատ լավ ասացիր։ Ալիսա, մոտեցիր տեսնեք հնագետը ինչ է գրում իր վրա։ Կարծես թե հմայիլ կա։ Այս վերջինս ինքն հմայիլ է։ Տեսնում ես այս սուրունքը։ Նախկինում սուրունքի որոշ բնակավայրերում և մեր գյուղում նույնպես այլ հիվանդություններ էր բուժում։ Այն գտնվում էր գյուղի 2 տատիկների մոտ։ Երբ մայրս հիվանդանում էր, մի բաժակ ջուր ձեռքից գնում էին տատիկներից որևէ մեկի տուն։ Նրանք ուղունքը գցում էին ջրի մեջ, աղոթում և հորդորում, որպեսզի մեկ մատով հանեմ այն։ Ջուրը խմելուց հետո ուսուցիչ մայրս իսկույն լավանում էր։ Մի՞թե այս պատմությունն էլ քեզ չկարողացավ համոզել, որ հմայիլները մոգական ուժում են։ Միևնույն է, չհավատացրիք։ Տեսնում ես այս մյուս հմայիլը։ Այս հմայիլը մեզ հետ է ամեն պատերազմում, ամեն դժվարության ժամանակ, այն միշտ օգնել է մեզ։ Այս հմայիլը մեզ կապում է մեր արմատներին։ Մարդ ինչ է